Վանական կենտրոնի մասին հիշատակությունները 14-րդ դարից սկսում են ուղղակի անհետանալ։ Դա հավանաբար պայմանավորված է մողոլական ժամանակաշրջանի հետ, հատկապես այն շրջանի, երբ որ այս տարածքը կարող էր միգրացիոն հոսքերի, հարձակումների ուղիղ թիրախ լինել։ Այնուհետև վանքի մասին հիշատակություններ ավելի ուշ շրջանում ենք տեսնում։ Մասնավորապես 19-րդ դարում, նույնիսկ 1880-ական թվականներին հայտնի է դեպք, որ նույնիսկ այստեղի վանահարն է սպանվել եւ դրանից հետո վանքը սկսել է լքվել։ 1950-70-ական թվականներին վանքի նկատմամբ ուշադրություն է առաջացել եւ 70-80-ական թվականներին մասնավորապես Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբեր են աշխատել եւ խորհրդային կառավարության նաեւ օժանդակությամբ այստեղ որոշ վերականգնողական աշխատանքներ են եղել եւ պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, խաչքարերի մնացորդներ եւ խաչքարեր, որոնք հանվել են հողի տակից եւ փորձ է կատարվել վերականգնելու վանքի բնական ընդհանուր վիճակը, այն վիճակը, որով որ փաստորեն կառուցված է եղել այն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։